Մենք Ակբայի հետ մի հատ գովազդ էինք արել, որ մենակ որ դեպքերում իրոք արժե վարկ վերցնել, որ դեպքերում չէ։ Վերցնել ու առնել մի բան, որը զուտ ցույց է տալի, հաստատ դրա մեջ չի մտնում էլի։ Խնայելու մասին չի խոսք, հավե ճիշտ բանը տենց գիտակից ծախսելու մեջ է։ Իմ համար սեգմենտներ ունեմ, որոնց վրա ես կյանքում փող չեմ խնայ։ Ինչքան ուզում եմ դրա վրա ծախսում եմ։ Մեկը սպորտն է։ Մյուսի համար դա կարող լինի տեխնիկան, այն մեկի համար կարող լինի ճամփորդությունը։ Դու հասկացի քեզ ինչն է հաճույք պատճառում, դրա վրա մի խնայի, իրոք հարուստի նման ծախսի, ինչքան կարաս քեզ թույլ տաս, բայց այն տեղերը, որ քեզ ցույց են տալի, որ դու պետք է էս հագնես, որ քեզ լավ զգաս, կամ էս բռնես, որ քեզ լավ զգաս, կամ էս մոդելի ավտոն քշես, որ քեզ լավ զգաս, էդի քո վրա ինչ-որ մեկը ինչ-որ մի բան ծախում է, որը կարող է քեզ պետք չի։ Այդ առաջի հերթին պետք է հասկանաս քո պրիորիտետները կյանքի։ Ինչ ոնց ես ուզում ապրես, որն է քո համար լավ կյանքը։ Ու ըստ դրա փորձես ծախսես։ Ու նաև ինքդ քո վրա անընդհատ ներդրում անես, որ կարողանաս էլ ավելի շատ աշխատես, որովհետև մենակ խնայելու մասին չի, այլ նաև ժամանակի ընթացքում եկամուտները ավելացնելու։ Գործ տեղը ավելի օգտակար դառի, չգիտեմ, բիզնես սկսի, գիտելիքիդ վրա ծախսի, որը ժամանակի ընթացքում քեզ ինչ-որ մի փուլիկ սկսի ավելի շատ եկամուտ բերի։ Այս պահին բան մտներ, չէ՞, գովաս մտներ, ես բանան էի վարկ վաճառ